Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետ տեղեկատվական կենտրոնի Լոս Անջելեսի գրասենյակում այսօր հյուրընկալել եմ իմ լավ բարեկամ Եվա Կանսին։ Ողջույն Եվա, բարի գալուստ մեր տաղավար։ Ողջույն Հայկ ջան, շնորհակալ եմ, շատ գեղեցիկ տաղավար։ Ինչպես են գործերդ։ Փառք Աստծո, շատ լավ։ Եկեք խոսենք մի փոքր քո անցած ճանապարհի մասին եւ հետո որպես արդեն գործարար Եվա Կանսի մասին։ Հայկ ջան, ինձ ինչ հիշում եմ, մամայիս ասած ավելի շուտ երգել ես, քան խոսել ես։ Դպրոց, հետո տարբեր խմբակներ, տարբեր երաժշտական։ Հետո, երբ որ արդեն ժամանակներ էի դուտ ընդունվելու, հայրս ասեց, չեմ ուզի, որ երգը քեզ համար մասնագիտություն լինի։ Ասեցի, շատ լավ։ Ու ստիպված ընդունվեցի միջազգային հարաբերություններ, ստիպված շատ իհարկե ծիծաղելի հնչում։ Ընդունվեցի, ավարտեցի եւ տարա դիպլոմը տվեցի պապայիս, ասի, պապի, ես քեզ անչափ սիրում եմ, բայց ես գնամ իմ հոգու հետևից, որը երգն է։ Այդ ընթացքում ընդունվեցի Երգեպետական թատրոն, եղա Երգեպետական թատրոնի սաներից մեկը Որ թվականին։ դա 2005 թվական էր։ Հետաքրքիր է, մենահամերգից առաջ հիշել եմ, որ այս տարի ստացվում է 20-ամյակը մասնագիտության այսպես ասած այս ոլորտում։ Դրանից հետո սկսեցին մնացած արդեն Ինչպես ճանապարհը քեզ բերեց Միացյալ Նահանգներ։ ճանապարհը ինձ բերել է դեռ 2009 թվականին, երբ առաջի անգամ մրցանակաբաշխություն եղավ եւ մոտ մի 25 հոգի էինք, եկանք այստեղ մրցանակաբաշխության։ Առաջի անգամ որ իջա ինքնաթիռից դուրս եկա այս օդաշնչից, ասի սիրո ավս երկիրը։ Չոր չգիտեմ, շոյ կախարդական մագարոթի մեջ։ Ու դրանից հետո տարիներ շարունակ անդադ գալիս ենք, նո մի 4 տարի երևի, անդադ գալիս էի մրցանակաբաշխությանը։ Ամեն անգամ ինչ որ մի մրցանակ շահած վերադառնում հայրենիք։ Ու հետո արդեն երբ որ դադարեցին մրցանակաբաշխությունները բավականին արդեն տարիներ, ես ամեն ձմռանը չեմ սիրում ցուրտ, ամեն ձմռանը փախչում եմ Երևանից, գալիս էստեղ մի քանի ամիս, մի 2 ամիս ու հետ գնում։ Այդպես իմ Ամերիկայի ճանապարհը բացվեց ու 2018 թվականին եկա Ամերիկա։ 2018 թվականից հիմնական բնակվում ես այստեղ։ Այո։ Որն է քո այստեղի զբաղվածությունը։ Ինչն է քո այստեղի ապրուստը բազմակերպում։ Ճիշտ ասած, երևի հազվադեպ դեպքերից եմ, որ որպես արտիստ դեռևս չեմ դավաճանելի քզից եւ շարունակում եմ երգել։ Ունեցել եմ արդեն 5 մենահամերգ։ Սկզբում մի փոքր դժվար էր, որովհետեւ որ եկա ընդունվեցի ռեստորան, ակում այսպես ասած այստեղի, 2-3 ամիս աշխատեցի եւ հետո հասկացա, որ ուզում եմ ոչ թե աշխատել, անել այն ինչ անում էի Երևանում, այստեղ մի քայլ առաջ գնալ, այսինքն արդեն անել իմ մենահամերգները։ Արեցի 2019 եւ 2020 թվականին COVID-ը ամբողջ աշխարհը փակեց։ Հենց վերաբացվեց, արդեն շունչ քաշեցին եւ կարող էինք հանգիստ ապրել, եւս մեկ մենահամերգ, հետո եւս մեկ մենահամերգ, ամեն տարի գրեթե մենահամերգ եմ արել, բացի 2025 թվական։ Միացյալ Նահանգներում մարտահրավերները տարբեր են, մարդիկ են տարբեր, խնդիրները բավական շատ են։ Դու այստեղ մենակ ես։ Այո, մենակ։ Բնականաբար մենակ դժվար է, շատ ավելի հաղթահարել են բոլոր խնդիրները, ինչը որ ընթացքում առաջանում են։ Այ միայն արվեստով զբաղվելով եւ փաստացիորեն մասնագիտական գործունեություն իրականացնելով դա բավական դժվար է լինելու։ Չես մտածի երբևիցե հաջորդության մասին։ Մտածել եմ եւ արդեն զբաղվում եմ այդ գործով։ Շատ դժվար է Հայկ ջան, այո, իհարկե ես միշտ ընկերներս ասում եմ դուք մի փողոք եք, որտեղ դուք 3-4 հոգի եք տանը եւ այդ նույն կացայի մեջ 3-4 հոգի է բերում, ինչ որ բերում է։ Իսկ երբ որ դու մենակ ես, այդ ամեն ինչ ինքդ ես անում։ Գիտես, երբեմն մարդիկ այդքան չեն պատկերացնում Ամերիկայի դժվարությունները, որտեղ ասում են հերվից ամեն ինչ շատ քաղցր է։ Հիմա հասկանալով, որ միայն մասնագիտությամբ հնարավոր չի բավարար ապրել, որտեղ պահանջները փոխվում են։ Եկեք խոսենք դրա մասին։ Իհարկե։ Եթե փորձես մենք ենք ապրուստը ձևավորել նվազագույնի մեջ, միգուցե դա ընդունված եւ օքեյ կլինի, այսպես լեզվով ասած այստեղի, բայց վերջի վերջո բոլորս էլ ձգտում ենք ավելին եւ արդարացված կլինի այն դեպքում մեր Հայաստանից դուրս գալ եւ աստեղներ, որ մենք կարողանանք ստեղծենք մի քանի անգամ ավելի շատ, քան անում էինք Հայաստանը։ Միանշանակ, եթե դու քո երկիրը լքում ես, բնականաբար դու արդեն պարտավոր ես ուղակի Դատապարտված ես, ինչպես մենք։ դատապարտված ես։ Հայկ ջան, մի բան էլ է առումով ասեմ, ունեք շատ ընտանիքներ գիտեմ, որ այդ դատապարտվածության բերի տակ շատ ցանկանում են հետ վերադառնալ։
բայց ամոթա չէ, այստեղ եկել ենք, պետք է անենք, պետք է կայանանք, այդ ամեն ինչը իրենց պահում է այստեղ, բայց վստահ մեծ սիրով կվերադառնայի։ Ես այդպեսի մարդիկ եմ ճանաչում։ Իսկ այն մարդը, որ եկել է ու մտադրված, որ վերջ ես պետք է ունենամ, բնականաբար սա հնարավորություն։ Դե այդն տեսակի խնդիր է կարծում եմ։ Վստահ։ Իրականում Միացյալ Նահանգների հետ այստեղ մեր առօրյա հետ շատ նաև զվարճալի իրադարձություններ տեղի ունենում հենց ապուստի հետ կապված, առօրյայի հետ կապված, ավելին ստեղծելու կամ մնալու կամ վերադառնալու հետ կապված։ Դու ճիշտ ես ասում, մեր ընկերներից շատերը քայլ արեցին, համարձակություն դրսևորեցին եւ վերադարձան Հայաստան։ Միանշանակ գովել է, բայց մնացածները ինչպես նաև Կարծում եմ ես ավելին հասնել լինեմ առաջիկայում աստված առաջկա։ Բայց ասվածը դա ամեն ինչ քեզ մոտ լավ լինի, նախ այստեղ, հետո արդեն Հայաստանը։ Գիտես Հայկ ջան, ես կարծում եմ, որ դա մարդու ներսից է։ Եթե դու երջանիկ ես քո ներսում գալուց, դու ամենախ դու քեզ ես տանում։ Դու ինքդ ես գնում, չէ՞։ Այսինքն վերցնում ես քո պայուսակը ու գնում ուշ երկի։ Լավ, եկեք խոսենք այս դեպքում արդեն ստեղծագործող անձի, անհատի, այսինքն մասնագիտություն ունեցող մասնագետի եւ գործարարի տարբերությունների մասին։ Դու լինելով մասնագետ, երգչուհի, ունենալով քո մասնագիտությունը, մասնագիտական գործունեությունը բնականաբար համաձում ես նաև գործարար գործունեության հետ։ Այո։ Չի կարող առանց դրա։ Այսինքն եթե դու գործարար մոտեցում չունենաս քո մասնագիտական աշխատանքին, դու չես վաստակի։ Վստահ։ Ինչու՞մն է։ Քո բանալին ինչ լուծումներ ունես եւ ինչ ես անում այդ փաստը։ Հետաքրքիր երկիր է Ամերիկա։ Ինքը քո մեջ շատ բաներ է բացահայտում։ Օրինակ ես եկա Ամերիկա ու ես հասկացա, որ ես շատ ուժեղ բիզնես ուղեղ ունեմ, որը երբեք չէի իմանա Հայաստանում, որտեղ Հայաստանում դու ավելի կարճած ես ինչ-որ բաների։ Այստեղ ազատություն կա։ Դու ինքդ ես ընտրում, որ ոլորտով զբաղվես, դու ինքդ ես ընտրում, թե որ ոլորտը քեզ ավելի մոտ կլինի եւ որտեղ քեզ կարող ես գտնել։ Այստեղ ես հասկացա, որ ես ունեմ նաեւ business mind, ինչպես կասեն այստեղ։ Ու շատ արագ ճկուն կողմնորոշվում, շատ արագ գտնում եմ լուծումները։ Դա վերաբերում է նաև բուն մասնագիտության, հա։ Հետաքրքիր համեմատություն կասեմ։ Արտիստ վաճառելն հենց ինքը նշանակում է product, որ պետք է լավ վաճառես։ Երևի ես այդ հարցում ավելի թերանում եմ, քան ավելի բիզնես ոլորտում։ Բիզնեսում արագ հասկանում եմ, արագ ճկուն կողմնորոշվում եմ։ Իսկ դրա տարբերությունը ինձ թվում է նրանում է, որ ես դեռ փորձում եմ անել այն ինչ որ իմ հոգուց է գալ, չէ՞ որ ես նաև ստեղծագործ կատարող եմ։ Ես ուրիշներին չեմ գնում ասում իմ համար այս երգը գրեք։ Ես ինքս եմ գրում։ Ու բնականաբար այն ինչ որ գալիս է իմ ներսից, ես դա եմ ստեղծագործում։ Վաճառելը արդեն այո, դա արդեն պրոֆեսիոնալ պետք է լինել շատ, որպեսզի կարողանալ դասարկել այսօրվա արդի product եւ կարողանալ վաճառել։ Երևի թե կասեմ, որ մի փոքր է դա ինձ մոտ երևի չի ստացվում, որովհետև դեռ շարունակում եմ հոգուս հետևից գնալ անել այն ինչ որ սրտից ցակալ է։ Բայց դրան լրիվ հակառակ բիզնեսի մեջ շատ ճկուն է։ Շատ արագ կողմնորոշում եմ ու շատ արագ հասկանում եմ ինչա պետք է սպային ու ժամանակները ինչ են թելադրում։ Ինչ փոխեց այ որպես գործարար անհատի Միացյալ Նահանգները քո մեջ։ Շատ բացահայտեց իմ մեջի այդ ճկունությունը, որ ես ունեմ բիզնեսի մեջ, արագ կողմնորոշել ու արագ տեսնել։ Ու մինչև հիմա դեռ մեծամտություն չի եղել մի բան, որ ես ասեմ, խոսեմ ինչ որ մեկ հետ ու դա իմ պատկերացրած իմ տեսլականով չլինի։ Այսինքն ես տեսնում եմ այն ինչ որ շատերը գուցե այդ բան տարօրինակ ինձ կնայեն, բայց հետո իրանք հասկանում են, որ ի վերջո լուծումը ճիշտ սա էր։ Խորհրդային Միությունում մեծացած եւ Հայաստանում մեծացած անձանց շրջանակում ընդունված է շատ հաճախ մի քանի տենց արտահայտություն։ Փողը ձեռքի կեղտ է, մի գնացեք փողի հետևից, բան Միացյալ Նահանգներում լրիվ հակառակն են, ասում են վաստակելը, փող աշխատելը առաջնային է։ Այո։ Որովհետեւ կարողանաս քո բոլոր կարիքները բավարարես, ընտանիքիդ ուրախ պահես եւ։ Այդ ամենը քեզ համար ինչքանով փոխվեց։ Այն դաստիարակությունը, որ մենք ունեինք Հայաստանում։ Իմ մեջ երբեք չի եղել, որ փողը կեղտ է, ես մտածում եմ, որ դա միջոց է։ Ես միշտ այդպես եմ մտածել այստեղ էլ։ Այսինքն դու ես որոշում քո միջոցները, եթե իհարկե կարող ես ճկուն լինել եւ բիզնես ունենալ եւ ստեղծել, ինչքանով այդ միջոցները կծառայեն քեզ։ Իսկ քո ասածը, գիտեք, ինչին է վերաբերում Հայկ ջան, որ մարդիկ փողին վերաբերում են որպես իդեալ։ Փողին պետք չի վերաբերվել որպես ideal, որտեղ ինքը ընդամենը քեզ միջոց է, որը կարող է ստեղծել քեզ կոմֆորտ տալ։ Որոնք են այն առաջնահերթությունները, որ ինքդ դնում ես քո առաջ։ Ամենակարևորը օրենքի մեջ լինել ճկուն։ Իսկ ինչ վերաբերում է առհասարակ իմ մեջ ինձ եմ բացահայտել եմ, որ այն ինչ բոլորն անում են դու մի արա։ Այն ինչ լսում ես, որ բոլորը խոսում են, դրանից հեռու փախչի։ Այն ինչ որ լսում ես բոլորն անում են, դա քոնը չի։ Փորձի ինքդ քեզ
հասկանալ ինքդ քեզ ճանաչել եւ մոտենալ ուրիշ կողմից այդ ամեն ինչի։ Մի փոխի նպատակը, ճանապարհները փոխի դեպի նպատակ գնացա։ Շատ դա։ Որպես գործարար անձ, քո կերպարը ինչպես ես կառուցում։ Կառուցու Վստահության հասնելու համար, գիտեք, համագործակցություն ձևավորելու համար մարդկանց հետ։ երևի իծնեա ես հենց չեմ բացահայտել դա Երևանում, բացահայտել եմ այստեղ ունեմ մի մեջ շատ ինքնավստահություն։ Եթե ես մի բանի մեջ վստահ եմ քայլը։ Չեմ տատանվում, չեմ կասկածում, վստահ եմ իմ խոսքի մեջ, իմ գործի մեջ, ու դա ինձ շատ օգնում է։ Այդ դեպքում գիտելիքի եւ փորձի պակասը Միացյալ Նահանգները գալով ինչպես լավացրեցիր։ Սովորել բոլորից։ Ամեն օր պետքա կրթվել, որովհետև անբացատրելի շատ գիտելիք կարող ես ձեռք բերել, եթե ամեն օր դրան հետ։ Դու թմային մարդ ես։ Այո, իմ համար ամենակարևոր Իսկ բանը մի մեջ ձեր թե իծանելի ձեր։ արի խոսանք հիմա դրա մասին։ Այո։ Իձերին հատուկ հատկանիշները որոնք են գործի մեջ հաջողություն ունենալու համար բիզնեսի մեջ։ Դիմացինիդ վերաբերվել ինպես քոնցե։ Պետք է դու անպայման լսես դիմացինի, խորհուրդ հարցնես, գուցե այդպես չանես, բայց բոլորի տեսակետը պետքա լսես, բոլորի տեսանկյունը պետքա լսես։ Գուցե բացարձակ իրականության հետ կապ չունի, ու ընդհանուրի մեջ որոշես թե որն է ավելի ճիշտ, որտեվ քո մոտ կլինեն աշխատողներ, որ շատ ավելի մեծ փորձ ունեն, քան դու։ Բոլորին լսեք, պարտադիր, ու լինել ինչքան հնարավոր է համեստ ու սուս գործի մեջ։ Որ ոլորտն է, որ բիզնեսն է, քո որ քեզ բերել է առաջին հաջողությունը, որով դու այսօր հպարտանում ես։ Ոլորտը չի ուզի նշել, բայց կարող եմ ասել, որ ինքնաբավ եմ իմ արվեստում միայն ու երջանիկ։ Իսկ բիզնեսը ինձ հնարավորություն կտա, որպեսզի ես իմ արվեստում շատ ազատ գործեմ։ Այսինքն սահմանափակ չլինեմ, չանեմ այն ինչ որ շատ արտիստներ այսօր անում են, որովհետև դրանով պետք է գումար աշխատել։ Բայեմ որակը, բայեմ այն ինչ որ ինձ համար արժևորում է։ Դե եկ խոսենք նաև քո վերջի համերգի մասին։ Սերտական ստացված, Սիրո։ այսպես ասած, նախաձեռնությունը։ Այո։ Ինչով է տարբերվում մնացած քո համերգներից եւ ինչ ձեռք բերում գրանցեցիր այս անգամ։ Ինձ մոտ հենց երևի դա բիզնեսից է գալիս, Հայկ ջան, ինձ մոտ էսպիսի բնավորություն կա։ Եթե ես մի համերգ անում եմ, հաջորդը պետք է ավելի լավը լինի։ Հիմա ինչ որ արել եմ, հաջորդը պետք է ավելի լավ լինի։ Ու այդպես իմ բոլոր համերգները գնալով ավելի ու ավելի։ Առաջին համերգս իհարկե միանշանակ կենթանի նվագակցությամբ է։ Ուզում եմ հերթականությամբ գնանք։ Երկրորդը էլի կենթանի նվագակցությամբ, բայց դահլիճը մի փոքր ավելի մեծ։ Երրորդը ավելի ուրիշ ակումբային։ Չորրորդը արեցի Comedy Club-ի նման փոքրիկ սեղաններով, բայց ավելի մեծ դահլիճ ու ավելի տեխնիկապես հագեցած։ Իսկ հինգերորդը արեցի արդեն բարայի խմբերով, ավելի հարուստ, ավելի մեծ դահլիճ ու շատ գեղեցիկ էր ամեն ինչ։ Ընտրել էի ճիշտ ինձ համար համենայն դեպս ճիշտ երկացանք, որը ժողովրդին 2 ժամ բայել է լարված։ Ինձ շատ արձագանքներ հասան, որ ասեցին եւ մենք չհասկացանք ոնց 2 ժամը թռա։ Իսկն 2 ժամ երգում էր։ Նույնիսկ դահլիճից բղավողների եւ ամեղ ես մի քիչ հանգստացի ջուր խմի։ Այսինքն այնքան մարդկանց համար արագ էր անցել ու ծրագիրը հենց այդպես մշակել էի, որ չցանցրանա, որ ոչ մի րոպե մարդը շունչ չքաշի ու վայելի համերգը։ Կարծում եմ, որ ստացված համերգ էր, որովհետեւ մինչեւ հավատա համերգն անցել էր 4-5 օր դեռ արձագանքներ էի ստանում, մարդիկ նույնիսկ ասում են եւ առավոտյան արթնացել ենք դեռ համերգի տպավորությամբ։ Մյուս օրը դեռ 2 օր մենք այդ էլի արա խնդրում եմ։ Էլի արա խնդրումը իմ համար շատ կարևոր էր եւ վստահ եմ, որ էլի կանեմ։ Ինչ ակնկալենք, ինչ սպասենք Եվականսից առաջիկայում։ Եվականսը ունի եւս նոր տեսահոլովակ, որ պետք է շուտով ներկայացնի, անպայման այս տարի Երևանում եմ ուզում նույն մենահամերգը, գուցե ավելի ուրիշ կերպ, որ արդեն ասեցի, անպայման Երևանում կունենամ մեծ մենահամերգ եւ իհարկե Երևան գնալ հայրենիք եւ նորից տեսահոլովակ չնկարել կլինի հանցագործություն։ Մի հատ էլի տեսահոլովակ կնկարանեմ եւ անverջ շարունակել։ Քանի դեռ Աստված շնորհ է տվել, պետք է բաշխել այդ։ Շնորհակալություն հրավերես ընդունելու համար, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար այստեղ։ Ես հաջողություններ եմ մաղթում, համոզված եմ դրա ավելին կլսենք քեզանից շուտով։ Շնորհակալ եմ Հայկ ջան, ես եմ շատ շնորհակալ հրավերքի համար եւ այս շատ մտերմիկ եւ ջերմ տաղավարի համար։ Շնորհակալ եմ։